Ողջույն սիրելի հետևորդներ, այս անգամ որոշել եմ Ալմոյան գեղեցկության սրահում կազմակերպել մի փոքրիկ հարցազրույց մեր սրահի տնօրեն Շուշան Ալմոյանի հետ։ Շուշան Ալմոյանը իր նրբաճաշակ աշխատասիրությամբ, պատասխանատվությամբ ստեղծում է այնպիսի միջավայր, որտեղ յուրաքանչյուր հաճախորդ իրեն հատուկ է զգում։ Նա ոչ միայն մեր թիմի ղեկավարն է, այլ նաև մեր թիմի սիրտը, մեր գեղեցկության սրահի համը։ Կատարենք մեր փոքրիկ հարցազրույցը Շուշան Ալմոյանի հետ։ Գնացինք։ Ողջույն Շուշ ջան։ Ողջույն մեր ջան։ Իսկ թվում է այսօր դու փոփոխության ես ենթարկելու։ Այո, սիրելիս, այսօր ես որոշել եմ, ինչպես որ ասեցի մեր սիրելի հետևորդներին, մի փոքրիկ հարցազրույց կատարել քեզ հետ։ Ինձ թվում է շատ հարցերի պատասխաններ կհետաքրքրեն նաև մեր հաճախորդներին եւ հետևորդներին։ Շուշ ջան, ի՞նչն է քո համար ամենահետաքրքիրն ու հաճելին գեղեցկության սրահ ղեկավարելու մեջ։ Դե մեր ջան, մեր հասարակությունը ինչպես գիտի, տնօրեն, ղեկավար, ուրիշ ձև է մի քիչ ընդունում։ Ես մի քիչ ուրիշ ձև եմ ընդունում այդ հասկացողությունը։ Իհարկե ես իմ սկզբունքներն ունեմ, որպես իմ գործի ղեկավար, բայց ես նաև չեմ կորցնում իմ մարդկային հատկանիշները, շփվում եմ յուրաքանչյուր աշխատողի հետ յուրովի ու մեծ սիրով։ Այո, սիրելիներս, ես կարող եմ փաստել, որ իմ այս աշխատանքային 2 եւ 3 տարիների ընթացքում Շուշը մեզ համար եղել է ոչ միայն լավ տնօրեն, այլ լավ գործընկեր, ընկերուհի, հիանալի թիմակից, ինչի համար մենք թիմով քեզանից շատ շնորհակալ ենք։ Սիրելի հետևորդներ, իսկ այս պահին մերին ինձ ավելի շատ պարտավորեցնում է, որ ես էլ ավելի լավ աշխատեմ։ Այո։ Կփորձենք էլ ավելի շատ գեղեցիկ ձևերով աշխատել, որ էլ ավելի իդեալական թիմ ունենանք։ Այո, Շուշ ջան, ու ես վստահ եմ դրանում։ Շուշ, իսկ ո՞րն է քո հաջող գեղեցկության սրահի գլխավոր գաղտնիքը, այսինքն ո՞րն է քո հաջողությունների բանալին։ Մեր ջան, մարդ պետք է ունենա ժամանակին լռելու կարողություն, լինի բարի եւ ունենա ծով համբերություն։ Դա է ամենակարևոր գործի հաջողությունը եւ չբացառեմ այն տարբերակը, երբ որ մարդ պետք է ունենա շատ ամուր թիմ, որը ես ունեմ։ Անտի Շուշ ջան, շնորհակալ եմ։ Շուշ ջան, գիտեմ, որ այս հարցը շատ շատերին կհետաքրքրի։ Դու ինչպես ես ստեղծում այնպիսի մթնոլորտ, որ հաճախորդները միշտ ցանկանում են հետ վերադառնալ։ Մեր ջան, ոնց որ նշեցի, մարդ պետք է գործի մեջ լինի ազնիվ, բարի ու քեզ բաժին հասած գործը դու այն մակարդակի վրա հասցնես ու անես, ոնց որ այդ գործը դու վերաբերում ես ոչ թե գումարի տեսքով, հա, ոնց որ արվեստի ես վերածում քո գործը, հենց այդ չափանիշները դու պահպանես, երբեք չի լինի, որ հաճախորդը չգնահատի։ Գումարը, նմանատիպ մանր հարցերը, հա, դա իմ համար երկրորդական են։ Այո, դրա համար էլ հաճախորդները սիրով հետ են վերադառնում։ Այո, գնահատում է հաճախորդը ամեն դեպքում գնահատում է։ Շուշ ջան, իսկ ո՞րն է այն լավագույն խորհուրդը, որ քո կարիերայի ընթացքում դու ստացել ես։ Դե մեր ջան, ոնց որ միշտ եմ հիշում, նաև հիմա չեմ բացառի, ես չեմ կարող մոռանալ իմ այն հաճախորդներին, ովքեր որ 20 տարիներ շարունակ եղել են ու յուրաքանչյուր օր ես վերցրել եմ իրենց խորհուրդները ու չեմ կարող մոռանալ այդ խորհուրդները, այդ խոսքերը։ Չվախենաս, արա, դու կարաս։ Ես երբեք չեմ կարողանա մի քիչ տխրեցի, որտեղ մարդիկ կան հիմա ողջ չեն, բայց ես միշտ հիշում եմ իմ հաճախորդների յուրաքանչյուր խոսք։ Կլինեն մեր կյանքում մարդիկ, ովքեր որ հակառակն էլ կասեն, հակառակը էմոցիաներն էլ քեզ կտան, բայց պիտի չընկճվես ու մտածես, որ հենց այդ պահն էլ էր քեզ պետք քո գործը ոտքի կանգնացնելու համար։ Շուշ, մեր թիմը մեկ բառով ինչպես կբնութագրեիր։ Ես մեկ բառով կանվանեի ուղղակի ստեղծարարներ, եւ որ ես երկրում էլ չեմ լինում, եւ վեվիցե չեմ բարձրաձայնել, բայց արի այսօր ասեմ մեր ջան, երբ որ ես երկրում էլ չեմ լինում, ես գիտեմ, որ դուք ստեղծում եք, ոչ միայն աշխատում։ Թող իմ խոսքերը ձեր հասցեին որպես գովեստի խոսքեր չհնչի, բայց ովքեր ձեզ ճանաչում են, գիտեն, որ դուք ստեղծում եք, ոչ միայն աշխատում, ոչ միայն կատարում եք ձեր հերթական աշխատանքը։ Շնորհակալ եմ Շուշ ջան, ասեմ, որ շատ հաճելի է, երբ որ գնահատված ու սիրված ես լինում քո աշխատանքի վայրում։ Դա կարևոր երևույթ է։
Շրջան, քանի որ իմ այսօրվա հարցազրույցի մեջ չէր մտնում մեր հաճախորդի գեղեցիկ անակնկալը քո հաղթանակների հետ կապված, կուզեմ մի փոքր հարցազրույց վարենք թե քո Հայաստանի, թեև միջազգային հաղթանակների մասին, ինչ տպավորություններով ես հետ վերադարձել եւ հետագա ինչ անելիքներ ունես թեկուզ քո թիմի հետ կապված։ Ոյ, մեր ջան, անելիքները շատ են։ Արի սկսեմ նրանից, տպավորությունները բավականին մեծ էր, գիտեք, որ շատ հոգնած էի այդ օրերին, այդ աշխատանքներին, թե մտածմունքները, թե այդ պարտականությունը, որ Հայաստանի դրոշը պետք է միջազգային ասպարեզում բարձր պահեի, բայց համենայն դեպս պատվով գործս անելուց վերջացնելուց հետո ես այս պահին մենակ հիշում եմ իմ Հայաստանի իմ քյավառի, իմ հաճախորդների, իմ շրջապատի լավ դրական էմոցիաները, ես վայելում եմ իրենց հարգանքը, սերը ու իմ համար ամենամեծ հաղթանակը հենց դա է։ Իսկ ինչ ունեմ անելու հետագայում, առիթից օգտվելով քո գեղեցիկ նախաձեռնության առիթով, օգտվելով ուզում եմ ասել, որ մեր սիրելի հետևորդներին, մեր թիմի, մեր հաճախորդներին, որ մենք հաջորդ տարի ունենալու ենք շատ գեղեցիկ միջոցառում նվիրված իմ աշխատանքային 20-ամյակին, սիրով կսպասենք, ապրիլ ամսվան է լինելու, նմանը չունեցող, չկրկնվող միջոցառում է լինելու, սիրով բոլորին կսպասենք։ Սիրելի հետևորդներ, սիրելի հաճախորդներ, սիրով հրավիրում ենք ձեզ մեր Շուշանի աշխատանքային 20-ամյակին։ Այո, մեծ սիրով։ Սիրելի հետևորդներ, այս ուրախ նոտայով շարունակենք մեր փոքրիկ հարցազրույցը եւ ես ուզում եմ մի երկու հումորային հարց տալ Շուշանից, եթե մեր սրահում լիներ սուրճի նախարար, ում կնշանակեր այդ պաշտոնին։ Ինձ թվում է բոլորը, բացառությամբ ինձ, մենեջեր Անուշի գլխավորությամբ։ Շուշ, իսկ ով է թիմում, երբ որ ասում է 5 րոպեից հասնում եմ, բայց առնվազն 15 րոպե հետո նոր հասնում է սրահ։ Լիանը։ Իսկ ով է քո թիմում ամենաշատ ծիծաղողը, երբ որ նրա ձայնը լսվում է ամբողջ թաղում։ Դու։ Շուշ ջան, շնորհակալ եմ, որ այսօր քո թանկ ժամանակը տրամադրեցիր, տվեցիր ինձ այսքան պարզ, անկեղծ հարցերից պատասխաններ, մաղթում եմ քեզ քո գործունեությունում մեծ աճ, զարգացումներ ու անսահման սիրելի հաճախորդներ։ Ոյ, մեր ջան, ես նույնպես շատ շնորհակալ եմ իմ օրը տոն դարձնելու համար, ձեզ նույնպես աշխատանքային մեծ աճ եմ ցանկանում, գալիք տարվան։ Սիրելի հետևորդներ, սիրելի հաճախորդներ, առիթից օգտվելով ուզում եմ Շուշանից հետ շնորհավորեմ մեր բոլորի գալիք ամանորը։ Թող բոլորի սրտերում լինի միայն սեր, երջանկություն, խաղաղություն, թող բոլորն ապրեն երջանիկ եւ սիրված։ Շնորհավոր ամանոր եւ սուրբ ծնունդ։